Անձնավորած ինձ հետաքրքիր է, արդյոք գտել եք այն բանաձևը քաղաքականության ամբողջովին նվիրվելու համար։ Խոսքս գնում է բիզնես գործառույթների մասին, հայտնի է, որ ձեր ընկեր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ քաղաքականությանը նվիրվելու համար նա այլևս չի զբաղվում բիզնեսով եւ այդ պարտականությունը ողջը գրել է իր կնոջ վրա։ Ձեր պարագայում հետաքրքիր է, ինչպես է գործել։ Այդ հարցը իմ բախտը չի բերել, կնոջս վրա չեմ գտել, իմ իմ բիզնեսներով արդեն զբաղվում եմ տղա։ Պարոն Հայրապետյան, որպես շարունակություն մեծամասնականով առաջադրվելու որոշում կայացրել եք եւ ոչ ընտրատարածքներ կանխել։ Ես չեմ կայացրել, կուսակցությունը կայացրել է եւ ես մեծամասնականով մասնակցել ընտրություններին։ Ընտրատարածք որոշել եք պարոն։ Դեռ ոչ։ Ավանում ամենայն ավանական։ Չեմ կարող ասել։ Չգիտեմ, կարող է կենտրոնում, կարող է զայթում, կարող է արաբկիր, որտեղ պահանջի զգացի։ Պարոն Հայրապետյան, դեպի քաղաքական մաս, Տվեք, պրոբլեմ չի։ ամենաշատ բացակայող պատգամավորն եք եղել 15 արդյունքների, բայց վերջերս նկատելի է այդ մասնակցությունը եւ վերջի երկու օրերին ասում են նաեւ դուք եք պատգամավորների տարել ազգային ժողով։ Ով ասել։ Վերջի երկու օրը ես Կիպրոսում եմ Վերջի նիստին։ Վերջի նիստին ես Կիպրոսում չեմ եղել, ժողովուրդ ջան։ Իմ հետ էլ քանի լրագրող կրվի, 6-7 լրագրող եղել, Երեկվա նիստին մասնակցել։ Ոչ, ես երկեմ ուծում մասնակցել։ Եվ Դա փաստի շարունակություն, հա, եթե դուք գլխավորում եք բացակայող պատգամավորների ցանկը, ինչպես եք պատկերացնում օրենսդրական գործունեությունը ձեր։ Դուք տեսել եք այդ ցանկը։ Այո, Պարլամենտ մոնիթորինգի սայթի։ Բայց ես չեմ գլխավորում այդ ցանկը։ Դուք եք ամենաշատ բացակայող պատգամավորը։ Դեռ մեկ որ հերթական սուտ եք խոսում։ Սուտ չի։ Բոլորի առաջ։ Կամ եթե չեք Հարցը, այն ոնց է ձերանունը ոնց է։ Լուսնե ջան, խնդրում այդ ձեր գործընկերներին հարցեք, դուք ճիշտ եք ասում թե չէ։ Այ ես խնդրում եմ հարցել։ Խնդրում եմ հարցել։ Բայց դրա մեջ դուք կարող եք տեսնել Պարլամենտ մոնիթորինգի սայթում մտնելով։ Լուսնե ջան, ես ձեզ խնդրում եմ, ձեր գործընկերներին հարցնել։ Դուք ճիշտ եք ասում թե ոչ։ Դուք ամենաշատ բացակայող պատգամավորների հնգյակում եք ամեն դեպքում։ Այդ ուրիշ բան, հնգյակում այո կա։ Դա ուրիշ բան է։ Այո կա, ինչ ասեք։ Նման դեպքում դուք ինչպես եք պատկերացնում ձեր օրենսդրական գործունեությունը։ Շատ բայրում։ Ես դասից եմ օրենսդրական գործունեությունը շատ հապկատար։ Կասեք մի քանի օրինակ ձերի։ Օրինակ իմ ընտրողների հետ աշխատանքով, իմ ընտրողների հետ աշխատանքով։ Որոնք դուք եք հեղինակել ազգային ժողովում այս տարիներին։ Իսկ դուք չեք հետևել ընդհանրապես։ Ես ուզում եմ դուք ասեք։ Ես ինքս լավ գիտեմ։ Այսինքն դուք գիտեք, ես երևի աշակերտ եմ, առաջի դասարան եմ եկել, դուք էլ իմ ուսուցիչ եք եւ ինձ հարցեր եք տալի։ Հա? Ես ուզում եմ գոնե մի օրինակից Բնորոշ պատկերացնում եք, դուք այդքան ճարպիկ եք, որ կարաք ինձ սենց դիմետ մանևրելով հարցեր տակ ու ինչ փորձեք բռնաստել, ձեր ամբողջ թերթը այդքան խելք չունի այդ կարանը տես մանևրել։ Ինչեր է պարոն Հայրապետյան։ Դե դուք կարանակ ասեք ինձ բռնաստեք ինչ-որ ճարպիկ ասեք։ Մի շատ ամեն հարց եմ տալիս, թվեք Հաղթիկ ջան, ես էլ ասում եմ, ասեցի, ասեք, գնացեք վերցեք ազգային ժողովի արխիվից ու տեսնեք, տենեք որն եմ ես եղել, որն չէ։ Խնդրեմ։ Նույնիսկ ձեզ առասարակ աղջիկների երեխեքին պաշտպանելու վերջի օրենք դեմ ես ներկայաց։ Հետ էլ չեք իմանա։ Դե հենա ասում, սա որ ազգային ժողով ես էլի գնալ բեկար նայի մտած։ Ձեր համար դժվարություն է պարոն։ Շատ մեծ։ Բայց ո՞նց է աշխատել օրենսդրական։ Շատ լավ։ Դուք էլ ուրախանում եք իմ աշխատանքից։